Ալեքսան Բաբայանով հայտնի է նաև որպես բաբունց, քանդակագործությամբ սկսել է զբաղվել 3 տարեկանից, բայց սիրողական, իսկ հետո արդեն այն դարձավ ոչ միայն իր հիմնական մասնագիտությունը, այլ նաև կյանքի գլխավոր մասը։ Պարոն Բաբայանի համար քանդակագործությունը իրականությունը ճանաչելու յուրահատուկ ձև է։ Քանդակագործությունը իմ կյանքում ամենակարևոր տեղն է զբաղեցնում։ Ես ապրում եմ քանդակով, վաստակում եմ քանդակով եւ քանդակագործության մեջ տենում եմ այն ամենակարևորը, որը մարդկանց կարող է տալ միայն քանդակը։ Վերցրեք ցանկացած մի ամայի տեղ եւ այդ ամայի տեղում կանգնեցրեք քանդակ եւ կսկսի սրտի նման բաբախել տվյալ ամայի տարածքը։ 1981 թվականին սովորել է Գեղարվեստի ուսումնարանում, իսկ հետո շարունակել Երևանի Գեղարվեստա-Թատերական ինստիտուտի քանդակագործություն բաժնում, որն ավարտելուց հետո մինչ այսօր զբաղվում է քանդակագործությամբ։ Նրա մեծ ճանապարհը դեռ սկսել է ինստիտուտի տարիներից։ 1992 թվականին Երևան քաղաքում տեղադրվեց իր առաջին աշխատանքներից մեկը՝ «Ուշակոթող երկրպագություն» թեմայով նվիրված զոհված ուսանողների հիշատակին։ Խորհրդավոր ընթրիքը իմ, որ մանրանկարչության հետևանքն է, որը շատ եմ սիրել, որ իմ ստեղծագործություններում շատ կա հոգևոր թեման։ Երբ որ ես կողքից նայում եմ իմ գործերին, տեսնում եմ, որ ավելի շատ հոգևոր, հայրենասիրական եւ կինը թեմաներն են։ Ամեն աշխատանք ստեղծելիս պարոն Բաբայանի համար հիմքում փորձն է, հասկանալու համար, թե այդ ամենից ինչ կստացվի, այդպես նա տեսնում է իր հնարավոր առավելությունը։ Չկա ուղղվածության սահմանափակում, բայց քանդակագործությունը ունի լեզու, որը հնարավորություն է տալիս վարպետներին առանձնացնել միմյանցից։ Գծանկարով ստանում ես, հասկանում ես ինչա պետք։ Առաջինը դրանից առաջ տպավորվում ես։ Տպավորությունը ամենասկզբում է։ Դրսում կլի ինֆորմացիոն դաշտում կլի հեռուստատեսությամբ, չգիտեմ, տպավորություն ստանում ես, հետո զգացողությունը քեզ գծանկարով տեսանելի է դառնում, դրանից հետո դու անում ես, հաշվում ես հնարավորությունները տվյալ գործը կարող ես մեծ ձուլել թե ոչ, եթե չես կարողանում փոքր ես ձուլում։ Օրինակ, երկ առաջին սիրո մասին ֆիլմից Երևանի սիրուն աղջիկը երգը երգելու ժամանակ, երբ որ բակում գալիս են անակնկալ երգում են գիշերը, օրինակ տվյալ քանդակը ինձ մոտ տպավորություն է ստեղծվել հենց ընտեղից, որ կարա գեղեցիկ քանդակ լինի, ինչի՞ չէ։ Երևանի սիրուն աղջիկը վերնագրով բոլորը տղամարդիկ են, բայց գովք են անում Երևանի սիրուն աղջիկան, հա, ինչ որ այդ ժամանակաշրջանի մեքենան է, պերսոնաժներն են, ֆիլմից է։ Ոնց որ քանդակագործին կլինի Աստծո գործիքը, որ Աստծո շնորհիվ քո ձեռամբ արվում է դա։ Ամեն մի ստեղծած քանդակ երեխայիդ նման մի բան է։ Ամեն ստեղծած փոքր է, մեծ է, կապ չունի։ Որտեվ դու դրա վրա ջանքեր ես թափում, դա քո համար դառնում է սիրելի, կարևոր, եւ դա քո երեխայի նման շատ կարևոր է քո համար։ Քանդակագործությունը 360 աստիճան դիտվող արվեստ է։ Պարոն Բաբայանը նշում է, որ Երևանում շատ քիչ քանդակներ են տեղադրված, բայց քաղաքն ունի այդ քանդակների կարիքը։ Նա համոզված է, որ եթե ավելի շատ հնարավորություններ տրվեն քանդակագործներին, տրամադրվեն սրահներ ու վայրեր, որտեղ կարող են ներկայացնել իրենց աշխատանքները, ապա Երևանը կդառնա թանգարան, բայց երկնքի տակ։ Նրա քանդակները ոչ միայն իրենց յուրահատուկ տեղ ունեն Հայաստանի տարբեր մարզերում, այլ նաև Արցախում, ավելի շատ Վանք գյուղում։ Կնոջ կերպարը պարոն Բաբայանի աշխատանքներում զբաղեցնում է բավականին մեծ եւ յուրահատուկ տեղ։ Նա կնոջ կերպարին նվիրված ունի ավելի քան 200-ից ավել քանդակ, ներկայացված ամենատարբեր ձևերով։ Նա գտնում է, որ կինը ուսումնասիրելու մեծ տեղ ունի եւ այդ իրավիճակներն են բերելու ցանկալի վիճակի, որ կինը գնահատված գալով կարողանա ավելի ուժեղանալ։ Իսկ կանանց մեկամսյակի շրջանակներում նա սկսել էր կանանց նվիրված քանդակների նոր շարք։ Ըմբռնմամբ կինը մարդեղեն հող է, որը արարումի
համար է ստեղծված։ Եվ Աստված նրան այնպիսին է ստեղծել, այնպիսի գեղեցկությամբ, այնպիսի պլաստիկայով, որ այդ հողը միշտ բերի լինի, միշտ ծնի, միշտ տա։ Այս շախմատը ստեղծվել է 1996 թվականին, երբ Երևանում շախմատի 30-րդ միջազգային օլիմպիադան էր, եւ Երևանի քաղաքապետարանը պետք էր այն նվիրել հաղթողին, սակայն քաղաքական որոշ փոփոխություններից հետո մրցույթը չեղարկվեց, ինչի պատճառով էլ շախմատը մնաց Հայաստանում։ Այս իր արվեստանոցը շուտով վերածվելու է թանգարանի, որտեղ կկարողանան այցելել մարդիկ եւ ուսումնասիրեն, տեսնեն աշխատանքները։ Այս պահին պարոն Բաբունցի մոտ աշխատանքային ստեղծագործական փուլ է եւ ամբողջ ներուժով պատրաստվում է մեծ անհատական ցուցահանդեսի, նոր ասելիքով ու նոր մոտեցումով։